Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, իսկ դա նշանակում է, որ մեծագույն սիրով, լավ տրամադրությամբ, դրական էներգիայով լցված, ես ասում եմ ձեզ բարի առավոտ, ուզում եմ, որ արթնանանք միասին, ու ինչու ոչ, ուրախ ու դրական լիցքեր փոխանցենք միմյանց լավ երաժշտության միջոցով։ Այս պայն հատուկ տեսահոլովակ, հատուկ արթնանալու համար գնացինք։ Ինչ վերադարձանք, հուսամ այս դրական ու լավ ռիթմերով դուք արդեն արթնացաք, ոմանք որոշում են նախաճաշեն, ոմանք երեխաներին ճանապարհել են դպրոց, ոմանք էլ հակառակը արձակուրդներն են վայելում, քանի որ գարնանային արձակուրդներն են մեկնարկել, իսկ ես նշեմ, որ մարտի 23-ը համարվում է օդերոթաբանության համաշխարհային օրը, նվիրված է համաշխարհային օդերոթաբանական կազմակերպության ստեղծմանը, եղանակի եւ կլիմայի կարեւորությանը, վերջերս հատկապես եղանակը շատ տարբեր փոփոխությունների է ենթարկվում եւ մենք ասում ենք, որ համաշխարհային կլիմայում գլոբալ փոփոխություններ կան, որոնք իրենց եւ դրական եւ բացասական ազդեցություն ունեն մարդկության վրա, բայց համաձայնեք, որ ամենամեծ մեղավորը դա հենց մենք ենք մարդիկ, ովքեր երբեմն բնության մեջ գործում են սխալ քայլեր, փորձում են սխալ պայքարներ մղել, աղտոտելով, փչացնելով կամ բուսականության ու ծառատեսակներին սխալ վերաբերմունքով բնությունն է տալիս է իր պատասխանը, այնպես որ փնտրենք մեղավորությունը մեր մեջ եւ փորձենք պահպանել բնությունը, որովհետեւ մենք ինքներս բնության մասնիկներն ենք եւ մարդ ու բնություն կապված են միմյանց հետ։ Իդեպ ընդամենը 2 օր առաջ մարտի 21-ին դա ունի համաշխարհային օրներ, դա ունի համախտանիշով մարդկանց նվիրված եւ մենք օրդ բարի շրջանակներում չենք կարող այս թեման անտեսել։ Այդ պատճառով մեծագույն սիրով ուզում եմ ձեզ այսօր ներկայացնել իմ հյուրին, իմ հյուրը ռեժիսոր Վահե Յանն է, ում հետ խոսելու ենք այս կարևոր թեմայի մասին։ Բարի լույս Վահե ջան։ Բարի լույս Անահիտ ջան, շնորհակալ եմ, որ կրկին գտնվում եմ ձեր հյուրընկալ տաղավարում։ Առանձնապես շատ ուրախ եմ, որ զրուցելու եմ ձեզ հետ, բացատրեմ ինչու, որովհետև ձեզ հետ զրուցելու ընթացքում իմ մոտ մի գրամ անգամ չկա տպարություն, որ ես հարցազրույց եմ տալիս, այլ դա ինձ համար ուղղակի ստացվում է ամեն անգամ զրույց, այնպես որ ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ։ Ես էլ անչափ ուրախ եմ, որ այսօր առավոտը սկսում եք մեզ հետ միասին Վահե ջան, ու առաջին անգամ չէ, որ մեր տաղավարում եք, բայց կցանկանամ այսօր յուրահատուկ զրույց ունենալ, որովհետև թեման վերաբերվում է ամենաարև մարդկանց, ամենալուսատու մարդկանց, այ խոսում էի բնությունից, մարդուց, առհասարակ ինչքան կարևոր է, որ մարդ ու բնություն միմյանց հետ կապված լինեն, ու ինչքան կարևոր է, որ տարբերության մեջ գտնենք նմանություն եւ հակառակը։ Մարդիկ տարբեր են, եւ արև մարդիկ էլ իրենց տարբերությունն ունեն, բայց այդ տարբերության հետ մեկտեղ այնպիսի յուրահատուկ առավելություններ ունեն, որոնք պետք է նկատել, սիրել ու միմյանց փոխանցել այդ դրական էներգիան։ Քեզ համար, ովքեր են արև մարդիկ, որովհետեւ տարիներ շարունակ առնչվում ես, ինձ քո մոտեցումն է հետաքրքիր։ Արև մարդիկ ինձ համար սեր են, արև մարդիկ ինձ համար սեր են առանց նախապայմանների, որովհետև մնացած մարդկանց մոտ, գիտեք, սերը կամ ուրախությունը շատ անգամ պայմանավորված է լինում ինչ-որ բանով։ Արևների մոտ դա ոչ մի բանով պայմանավորված չէ։ Իրենք ուղղակի սիրում են եւ անշահախնդիր սեր է։ Անշահախնդիր սեր է եւ գիտեք, այնքան բան է սովորում դու իրենցից։ Առաջին մոտ 3 տարի արդեն կլինի, որ արև երեխաների կազմակերպության հետ համագործակցում եմ եւ այդ համագործակցությունը շարունակական է դարձել, որովհետեւ անընդհատ արևներ իմ սրտում են եւ անընդհատ չեմ կարողանում անտարբեր անցնել այդ թեմայի կողքով, անընդհատ ես իմ արվեստը փորձում եմ ծառայեցնել նրան, որ արևների ձայնը դարձնեմ ավելի լսելի։ Եւ ինչ խոսք, աշխատելու ընթացքում ես էլ եմ իրենցից շատ բան եմ սովորում։ Այդ լույսը, այդ անվերապահ ու գիտեք, չեմ հիշում մի անգամ ով ասեց, բայց այնքան դիպուկ ասեց, արևները դրանք մարդիկ են, ովքեր չգիտեն ինչ է մեղքը։ Շատ գեղեցիկ։ Մեր մեղավոր աշխարհում այնքան հաճելի է շփվել եւ այնքան կարեւոր է նույնիսկ օգտակար է շփվել մարդկանց հետ, որոնք չգիտեն ինչ է մեղքը։ Եվ գիտեք, ես անձամբ որպես ռեժիսոր շատ ուրախ եմ,
Առաջին հոլովակը նկարահանեցի «Լինենք միասին», որից հետո նկարահանեցի երաժշտական հոլովակ, որտեղ 6 հայտնի երգիչ երգչուհիներ էին մասնակցում։ Այս տարի արդեն նկարահանեցի 2 սոցիալական հոլովակ եւ կատակով նույնիսկ կարելի է ասել, որ դարձել եմ արև երեխաների ամբոսադոր ռեժիսորը։ Դա ինձ միայն պատիվ է բերում։ Իրականում հոլովակը մեզ մոտ նույնպես դիտել ենք երաժշտական, ես շատ հիշում եմ, շատ ազդեցիկ էր, ամենակարևորը ազնիվ ու անկեղծ։ Այսօր սոցիալական հոլովակ ենք դիտելու, նվիրված արևներին, ես առաջարկում եմ հեռուստադիտողի հետ դիտենք, որից հետո քննարկենք։ Շատ լավ։ Այս պայն օրդ բարի շրջանակներում պրեմիերա արև երեխաներին, արև մարդկանց նվիրված յուրահատուկ հոլովակ, որ կոչվում է Տարբեր լինելը թերություն չէ։ Տարբեր լինելը թերություն չէ։ Դիտենք։ Անսահման հուզիչ, ազդեցիկ, ես հիմա որպես հաղորդավարուհի չեմ ասում, այլ որպես պարզապես դիտորդ, եւ միանգամից հետաքրքրում է գաղափարը ինչպես է ստեղծվել, Վահե, ինչպես եք մտածել այս կողմից, այս մոտեցումը ցույց տակ, ձեռքեր, տարբերություն։ Գիտեք, այդ թեման ինձ միշտ իմ ստեղծագործական կյանքում անհանգստացրել է տարբեր լինելու գաղափարը, հա, ոնց կարող ենք տարբեր լինելու համար դա դարձնել խարան։ Ինչ է տարբեր լինելու պատճառով չէ աշխարհի բազում դժբախտությունները դրա պատճառով չեն տեղի ունենում։ Տարբեր լինելու պատճառով չեն հազարավոր պատերազմներ լինում, երբ մարդկանց որոշակի հատվածին ասում են նրանք տարբեր են քեզնից։ Նրանց աստվածները տարբեր են, նրանք սխալ աստվածներ են աղոթում։ Տարբեր լինելու պատճառով չէ որ մարդիկ ընտանեկան կյանքում չեն կարողանում միմյանց հասկանալ։ Տարբեր լինելու պատճառով չէ որ ես միշտ կարծել եմ, որ երբ մարդկությունը կարողանա հասկանալ, որ տարբեր լինել թերություն չէ, եւ տարբեր լինել այո, մեղք չէ, սխալ չէ, այդ ժամանակ հազարավոր պատերազմներ ու շատ բացասական չարիքներ ուղղակի մեր երկրի վրայից կպակասեն։ Եվ ես դիտարկեցի մարդուն, տեսեք, մեզ համար մեր կառուցվածքը կարելի է ասել իդեալական է, բայց երբ ինքդ նայում ես քո ձեռքին, մի մատը մյուսի հետ կապ չունի։ Մեկը կարճ է, մեկը երկար է, պատկերացնում եք մատերը սկսեին կռվել եւ բութը նրան ասել, որ ես բոլորից հաստ եմ, նա ասել ես բոլորից, բայց չէ որ իրենք ամբողջը կազմում են մի ձեռք։ Եվ դա է խնդիրը, այս սոցիալական հոլովակը եւ արևների մասին է, եւ առհասարակ դա գալիս է մարդկանց սովորեցնելու մի պարզ բան, որ սիրենք այդ տարբերությունները, հասկանանք եւ այդ տարբերությունը ընդունենք որպես ամբողջականության հիմք։ Գաղափարը ուղղակի շշմելու է, որովհետև իսկապես ոչ միայն արև երեխաներին է վերաբերում, այլ առհասարակ գլոբալ մարդկությանը ու մարդկության մոտեցման է այդ տարբերությանը, որովհետև ինչքան էլ մենք տարբերին տարբերակենք ու փորձենք թիրախավորել, հենց տարբերն է հասնում ավելի մեծ բաների, քան այն ամբողը, որը միանեման է։ Ու այս պարագայում միմիայն որպես առավելություն պետք է դիտարկել, բայց ես սկսեցի ձեռքիս էլ այլ կերպ արդեն նայել, Վահե ջան, այս հոլովակից հետո իրականում մի քիչ կպատմես երեխաների հետ աշխատանքը ինչպես էր, որտեղ հրաշք են վերջում ու փշաքաղեցնող ընդհանրապես հեշտ ես գտնում լեզուն նրանց հետ աշխատելու ու կարողանում ստանալ այն ինչ ցանկանում ես։ Նրանց հետ աշխատելու համար մի լեզու գոյություն ունի եւ այդ լեզուն սիրո լեզուն է։ Երբ ես գալիս եմ նկարահանման հրապարակ, ես ուղղակի սիրում եմ իրենց։ Եվ այդ սերը ստանում է փոխադարձ։ Մնացածը արդեն ես չեմ նկատում, նկարահանումները երկար տևեցին, թե կարճ տևեցին, նկարահանումներից հետո ես հոգնած չեմ լինում։ Իսկ հետո մոնտաժայինում, երբ որ ես նստած սկսում եմ աշխատել, հասկանում եմ, որ արդյունքը գեղեցիկ է, չնայած նկարահանման ընթացքում եմ հասկանում, բայց մեկ-մեկ մոնտաժայինում ասում եմ, լավ, բայց դժվար չէ, իհարկե դժվար չէր։ Դժվար չէր, որովհետև դու հասկանում ես, որ դու անում ես մի կարևոր գործ։ Այդ կարևոր գործ, չգիտեմ, մարդիկ տարբեր գնահատականներ կտան, մեկը կասի կարևոր է, մեկը կասի հիմա անկարևոր է, բայց դու Տիրոջ առաջ զգում ես, որ կարևոր գործ ես անում։ Ինչպես եւ Տեր Գրիգորը արեց այն կարևոր գործը, որ հիմնեց Արիվ երեխաներ կազմակերպությունը եւ մոտավորապես 80-ից ավել երեխա այսօր
այդ կազմակերպությունում են եւ այդ կազմակերպության գործունեության մեջ են 80-ից ավել երեխա, պատկերացնում եք 80 ընտանիք։ Սա շատ կարևոր գործունեություն է։ Իրականում ես գիտեմ, որ մարտի 21-ին նաև տեղի է ունեցել միջոցառում, մի քիչ կպատմես այդ միջոցառման մասին, ինչ էր իրենից ենթադրում, ինչպես է անցել։ Միջոցառումը անցավ հրաշալի, անցավ շատ ջերմ միջավայրում, ինչպես եւ հենց արևներն են, ցուցադրվեցին իմ նկարահանած սոցիալական հոլովակները, եղավ համերգ, ներկային երաժիշտներ եւ ամենակարևորը, որ երեխաները այդ օրը զգացին, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Ինչպես եւ իմ նկարահանման բոլոր օրերին, երբ իրենք զգում են, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Առհասարակ ցանկացած մարդու միշտ դա է հաճելի, որ ինքը կարևոր լինի եւ ուշադրության կենտրոնում լինի։ Եվ ամեն առիթ, երբ ստեղծվում է արևներին այդ ուշադրության կենտրոնում հայտնվել, այդ առիթը ինձ ուրախացնում է։ Անցավ շատ ջերմ միջավայրում եւ մոտավորապես 2-3 ժամ տևած այդ միջոցառումը հնարավորություն տվեց քեզ կտրել։ Երբ դուրս եկար, դու տեսար, որ կրկին առնչվեցիր այլ իրականության հետ։ Իսկ արևների հետ դու ուղղակի նաև երբ որ նկարահանման չես այլ արևների հետ ես, ուղղակի ոչինչ ուզում ես չանել։ Ոչինչ, ուղղակի մի պահ շունչ քաշել, հանգստանալ ու մտածել, ու ժպտալ։ Չմտածել ոչ մի պարտավորությունների, բարդ բաների, նեգատիվի մասին, այլ արև երեխաների կողքին դու չես կարողանում նեգատիվի մասին մտածել։ Շատ հետաքրքիր բան ասացիր, իրականում մենք հիմա խոսում ենք դրական կողմից այս ամենի, բայց ռեժիսորը որպես ստեղծագործող անձ պետք է ունենա նաև անհանգիստ մի բան, որի դեմ գնա ու կարողանա արարել։ Ըստ իս կամ բաներ, որոնք քեզ անհանգստացնում են մինչև հիմա ու ըստ քեզ հասարակության կողմից դեռ ճիշտ ընկալված չեն, որոնք էլ ստիպում են, որ դու ստեղծագործես, արարես ու այլ կերպ քո ասելիքը տեղ հասցնես։ Առհասարակ որպես ռեժիսոր ինչ ներքին ասելիք ու ներքին պայքար ունեմ ես։ Այո։ Իմ ներքին պայքարներից մեկը արդեն ասեցի, որ տարբեր լինելը թերություն չէ։ Եվ ամենաանհանգստացնող բանը, որ միշտ եղել է իմ ստեղծագործական կյանքում եւ որի մասին միշտ ես ուզում եմ խոսել, մարդու հարմարվողականության մասին է։ Մարդը ինչպես հեշտ է կարողանում հարմարվել նոր իրավիճակներին։ Երբ ապրում ես 4 սենյականոց բնակարանում, մտնում են կավկայական ինչ-որ սցենար ասեմ, հա, մտնում են եւ ասում են, գիտեք, դուք այլևս չպետք է ապրեք այդ 4 սենյականոց բնակարանում, այսուհետ դուք ապրելու եք 3 սենյականոցում։ Մարդը հարմարվում է։ Դրանից հետո գալիս են ասում են, դու այսուհետ ապրելու ես 2 սենյականոց բնակարանում, հետո 1, հետո խոհանոցում։ Այդ միշտ բոլոր 10-15 տարուց ավել մարդու վախից դրդված հարմարված լինելը միշտ ինձ անհանգստացրել է եւ միշտ իմ ստեղծագործական կյանքում ուզեցել եմ դրանից խոսել եւ հիմա առավել քան հիմա դա այնքան ակտուալ է, որ կրկնակի է ինձ անհանգստացնում ոնց ենք կարողանում մենք հարմարվել ոնց ենք կարողանում հարմարվենք ի վնաս մեզ այսօրվա իրողությանը։ Դա այո այն հարցերից է, որ ինձ շատ անհանգստացնում է եւ շատ հարցեր ունեմ առհասարակ, երբ ես ստեղծագործում եմ, երբ ինչ-որ մի բանի մասին մտածում եմ, որ պետք է նկարեմ, այդ ժամանակ ռեժիսորը լիակատար մենակ է լինում ինքն իր հետ։ Չկան դերասաններ, դերասանուհիներ, օպերատոր, միայն դու ես ինքդ քեզ հետ եւ այդ ժամանակ ամենաանկեղծն ես ինքդ քեզ հետ։ Եվ երբ ես սկսում եմ ինչ-որ մի բանի մասին մտածել, ես անընդհատ փորձում եմ շփման եզրեր գտնեմ իմ մտքերով այն կյանքի, որը կա այսօր եւ այն կյանքի, որում ես ապրում եմ։ Այսինքն ոնց որ ես փորձում եմ ամեն իմ արած գործի մեջ, հա, 3-րդ, 4-րդ շերտով դնեմ երկխոսություն կյանքի հետ։ Դնեմ երկխոսություն, որովհետեւ հակառակ դեպքում դա կդառնա մենախոսություն, իսկ ես մենախոսություն չեմ սիրում անել։ Ես սիրում եմ երկխոսել կյանքի հետ ու սիրում եմ երկխոսել Տիրոջ հետ։ Իմ բոլոր գործերում ամենախորքային շերտում դա երկխոսությունն է, որը որ երևի թե չի էլ երևում, բայց դրա կարիք չկա, որովհետև դա շատ ներանձնական է։
Մենք շատ գնացինք հետաքրքիր ու խորը աշխարհ։ Վերադառնալով իրականություն, ուզում եմ նշել, որ հիմա այնպիսի դարում ենք ապրում, որ չգիտես ինչու խորքայինը քաշվել է մի կողմ եւ եկել է հետևորդների դարը։ Ասում են, քանի հետևորդ ունես, այդքան մարդ ես։ Եվ այսօր բոլոր հարթակներում մարդիկ փորձում են ակտիվություն պահպանել, Instagram-յան, Facebook-յան, համացանցային։ Ինչքանով է կարևորում, որ խորը մարդիկ, ովքեր ունեն ասելիք, նույնպես այդ ակտիվությունը ցուցաբերեն, որովհետև սովորաբար ասելիքով մարդիկ շատ ավելի համեստ են լինում եւ հեռու են լինում այսօրվա դարի պահանջին, բայց դրանով էլ պակասում է մարդկանց այն օդն ու թթվածինը այսպիսի տեսակների ակտիվության, որոնք կփոխանցեն հետևորդներին շատ կարևոր ասելիք։ Դու ինքդ համարում ես քեզ ակտիվ կամ փորձում ես գոնե լինել ակտիվ, որպեսզի այն ինչ քեզ անհանգստացնում է, կարողանաս կիսվել մարդկանց հետ եւ շատ ավելի մարդկանց հասցնել քո ներքին ասելիքն ու մտորումները երկխոսելու, ոչ թե մենախոսելու։ Գիտեք, վերջին մի տարին եմ սկսել փորձել լինել ակտիվ, շատ դեպքերում մի քիչ նույնիսկ ինձ ստիպում եմ, վահե, պետք է սա անես, վահե, ակտիվության համար սա պետք է անես, եւ դա ինձ համար նորություն է իրականում։ Ես կարծում եմ, որ այո, գիտեք, գիտելիքով մարդիկ, խորությամբ մարդիկ չեն կարողանում ի ցույց դնել իրենց կարողությունները, բայց ես նաև ուրիշ բան եմ մտածում, իսկ գուցե պետք չի։ Իսկ գուցե պետք չի ամբողջը հրամցնել, գուցե պետք չի դա անել։ Այսինքն, եթե դու ինչ-որ մի բանի կարիք ունես, ես արդեն հասարակության մասին եմ խոսում, դու պետք է փնտրես եւ գտնես։ Իսկ գուցե փնտրեն եւ գտնեն այդ մարդկանց, որովհետեւ երբ որ դու սկսում ես ինչ-որ մի բան փնտրել, դու գտնում ես մարդկանց, անձերի, մտքերի, կազմակերպությունների, չգիտեմ, գուցե դա է պետք։ Միշտ բոլոր ժամանակներում եղել է ձևն ու բովանդակությունը, մենք հիմա խոսում ենք դրանից, բովանդակությունը լիքն է, ձևը գովազդային չէ, ձևը գրավիչ չէ, ձևը գեղեցիկ է, բովանդակությունը շատ քիչ է։ Դե դա արվեստի հիմքերից մեկն է նաև, որ միշտ եղել է եւ ոչ միայն մեր ժամանակում, այլ բոլոր ժամանակներում է եղել եւ շատ անգամ ձևը միշտ հաղթել է բովանդակությանը։ Դա միայն պայմանավորված չէ 21-րդ դարով։ Եվ կարծում եմ, որ գիտեք, երևի թե դա էլ է օրինաչափ։ Ես ամեն դեպքում անձամբ ես միշտ փորձում եմ իմ կյանքի մեջ տրանսֆորմացիաներ մտցնել ու նաև սա վերջին մի տարի իմ փորձելը ցույց տալ ակտիվությունը այդ տրանսֆորմացիաներից մեկն է, որովհետև ես միշտ սիրում եմ անել բան, որը չեմ արել։ Ես միշտ սիրում եմ կոտրել իմ բնավորությունը, կոտրել, դաստիարակել ինձ ու մտցնել ամենակարևորը դիսցիպլինա։ Եվ ես չեմ կարող ասել դա իմ մոտ ստացվում է թե ոչ։ Ինձ թվում է կողքից ավելի հեշտ կգնահատեն մարդիկ, քան ես ինքս ասեմ, բայց ամեն դեպքում ես փորձում եմ, չգիտեմ, գուցե գա պահ ես անիմաստությունը այնքան պարուրի ինձ, որ հասկանամ, որ իրոք անիմաստ է ու դադարացնեմ դա, բայց ամեն դեպքում հիմա ես դա անում եմ մի քիչ կամքիս հակառակ, մի քիչ։ Շատ լավ է։ Շնորհակալություն ձեր կատարած գործունեության համար, հետաքրքիր է առաջիկայում ինչ նոր ծրագրեր կան եւ պլանավորվում են արդեն նոր հոլովակներ նվիրված թեմային կամ գուցե նոր առաջարկներ որպես ռեժիսոր, ինչ փուլում է հիմա ձեզ մոտ ստեղծագործական ընթացքը։ Իմ մոտ կա եւ պլանավորման փուլ, եւ առաջարկների փուլ, բայց ես սովորություն ունեմ, նախապես չեմ խոսում, ես խոստանում եմ ձեզ, որ եթե հետաքրքիր բան լինի կամ բարի լույսի թեմային համապատասխան լինի, ապա չեմ զլանա եւ մեծ սիրով կրկին կհյուրընկալեմ ձեզ այս տաղավարում, կհյուրընկալվեմ ձեզ այս տաղավարում։ Վայ, վերջին գիրքը, որ կարդացել եք ու խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողին։ Պիեր Լագերկվիստի թզուկը։ Ինչու՞։ Այդ գրքում ֆանտաստիկ կերպով ներկայացված է մարդու հոգեբանությունը, թզուկի հոգեբանության մասին է։ Ինչպես է իր մեջ գործում նախանձը, ատելությունը, չարիքը, բայց երբ կարդում ես, դու հասկանում ես, որ Պիեր Լագերկվիստը թզուկին հենց նկատի ունեցել քեզ։
այն մարդուն, ով այդ գիրքը բացած կարդում է։ Եվ վերջում դու հասկանում ես, որ դու ես այդ թզուկը, չնայած թզուկ չես, բայց դու թզուկ ես ներքուստ։ Այդ գիրքը պատմում է ինքդ քո մասին ու դու հասկանում ես գրքից հետո հասկանում ես քո բոլոր մարդկային արարքները, որի վրա կարելի է աշխատել, ոնց որ ուղեցույց լինի հոգեբանության, ինչի վրա կարող ես ինքդ քո վրա աշխատել։ Ես առհասարակ գրականությունը գնահատում եմ այն դեպքում, երբ որից հետո քո մեջ շարունակում է ընթանալ աշխատանք, քո մեջ շարունակում է ընթանալ մենախոսություն։ Երբ գիրքը փակեցիր եւ մոռացար, ինձ համար արժեքը մի փոքր քիչ է։ Իսկ Պիեր Լագերքվիստի թզուկը դա այն գիրքն է, որ կարդում ես օրինակ մեկ շաբաթում եւ մոտավորապես 2-3 ամիս աշխատանք ես տանում ինքդ քեզ հետ։ Շատ բարի, ես ինքս կկարդամ, չեմ կարդացել անկեղծորեն ասեմ, ու նաև հեռուստադիտողները վստահաբար հենց հիմա մտածեցին, որ հետաքրքիր է գնալ եւ ընթերցել, կարդալ առհասարակ միշտ պետք է ու շատ կարեւոր է։ Որպես զրույցի ավարտ, քանի որ սկսել էի բնության թեմայից, ինձ հետաքրքիր է ինչքանով է քեզ համար բնության պահպանումը կարեւոր, ինչքանով ես քեզ համարում բնություն մարդ էակ, ու ոնց է դա դրսևորվում քո կյանքում։ Իմ կյանքում դա դրսևորվում է իմ ապրելակերպով։ Բնականաբար ես չեմ կարող դա չկարևորել, որովհետև բնությունը մենք ենք։ Բնությունը մենք ենք եւ գիտեք, մեր դժբախտությունների պատճառը հիմնականում գալիս է նրանից, որ մենք բնությունից կտրվել ենք, որովհետեւ մի այլ բան է, երբ որ դու կանգնած ես բնության վրա, մի այլ բան է, երբ որ դու կանգնած ես ասֆալտի վրա, մի այլ բան է, երբ որ ասֆալտի վրա կանգնած է մի քարե մեծ տուփ, տարբեր փոքրիկ տուփիկներով, եւ դու կիսաօթում, հա, եթե քարը չհաշվենք, դու օթում քնում արթնանում ես։ Դրանից են գալիս մեր շատ-շատ դեպրեսիաներ, խնդիրներ, իսկ մարդը լիարժեք ու կատարյալ է զգում իրեն, երբ լինում է կանգնած, կպած հողին, եւ բնականաբար ես չեմ կարող դրան վերաբերվել կամ չվերաբերվել, որովհետեւ դա ես եմ։ Եվ մի ծառ վնասելը դա նշանակում է ցավացնել, մատս կտրել։ Ինչ որ մի գետ աղտոտելը նշանակում է որևէ երակս աղտոտել եւ ուղղակի գիտեք ամենաճիշտ քարոզը դա անձնական օրինակն է։ Ես չեմ անում դա։ Ես աշխատում եմ հնարավորինս համահունչ լինել եւ վստահ եմ, որ երբ իմ երեխաները մեծանան, տեսնելով ինձ, նրանք նույնը կկրկնեն։ Նրանց երեխաները նույնը կկրկնեն եւ ինչ խոսք, եթե առիթ ընձեռվի, ապա ես նույն բանի մասին նաեւ կխոսեմ իմ արվեստում, որովհետեւ կարծում եմ շատ տրիվիալ է այդ արտահայտությունը, որ մարդկանց ասեն, գիտեք, մի աղտոտեք բնությունը։ Մարդկանց դա պետք չէ ասել, մարդկանց պետք է ասել մի աղտոտիր քեզ, որովհետեւ դու ես բնությունը։ Վայո, անչափ շնորհակալ եմ այս յուրահատուկ ու իսկական զրույցի համար, անverջ կարելի է իրական ձեզ հետ զրուցել, որովհետև շատ անկեղծ եք։ Շնորհակալ եմ Անահիտ ջան։ Ու այսօր իրոք յուրահատուկ զրույց ստացվեց։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև շատ լավ է, երբ զբաղված ես սիրելի գործով, բայց կրկնակի լավ եւ երբ այդ գործը դառնում է հանրային նշանակություն ունեցող ու դրանով կարողանում ես փոխել տարբեր մարդկանց ճակատագրեր, տրամադրություն ստեղծել, տալ օգուտ եւ ոչ վնաս։ Սա շատ կարեւոր է, ինչը դուք անում եք, շարունակում եք անել, մենք էլ սիրով լուսաբանում ենք, որովհետև բարին է։ Իսկ եթե բարին է, պետք է բարձրաձայնել, պետք է տարածել, պետք է ինչու ոչ մեկը մյուսին ընդօրինակեն, թող ընդօրինակեն լավը։ Բարին, թող դա լինի կրկնօրինակում, բայց բարի գործի։ Այս պարագայում վերցրեք օրինակ եւ փորձեք փոխել թեկուզ մեկ մարդու ճակատագիր։ Եթե այդպես մտածի յուրաքանչյուրը, աշխարհում շատ բան կփոխվի։ Մեր հյուրներ յուրահատուկ մարդ, հայ, բնության տեսակ, արարող ռեժիսոր Վահեյանը, շնորհակալ եմ անչափ։ Ես եմ շնորհակալ Անահիտ ջան։ Իսկ եթերը մոտենում է իր ավարտին, այո, եւ եկեք վերանայենք առհասարակ մեր գործերը, մեր արարքները, մեր մտքերը, ինչ ենք անում մեզ համար, ինչ ենք անում շրջապատի համար, հանուն գալիք վարխարույկի, ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ, ասում էր Սևակը։ Շատ կարդացեք, մոտեցեք բնությանը ու սիրեք առհասարակ մարդկանց ու սեր տվեք։ Այսպիսին էր այսօրվա եթերը, օրդ բարի շրջանակներում ձեզ հետ Անահիտ Կիրակոսյան էր, մնացեք բարով ու թող ձեր օրը իսկապես լինի բարի։